Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ հավաքել է իր Սուրբ Խորանում, իր Սուրբ անարատ, հանդիմանողական ու խրատական պատգամները մեզ փոխանցելու։ Ժողովուրդ, եթե մենք երկրի վրա դատվենք, աշխարհի հետ չենք դատապարտվի։ Եթե մենք մեզի դատում ենք, անարգում ենք, կոտրում ենք, փնովում ենք, արդարացնում ենք մեր մեջ եղած Հիսուս Քրիստոսին, ամեն, ինչքան մենք ցածրանանք, այնքան Տերը կմեծնա մեր մեջ։ Ինչքան մենք բարձրանում ենք ու մեզի ենք ուզում, մեր կեղտոտ եստ ենք ուզում պաշտպանել, այնքան մենք ոչնչանում ենք, հոգեպես սննկանում ենք եւ կմեռնենք ու դժոխք կգնանք։ Ամեն։ Ուրեմն Տերը փառավորվի, այսօր իրոք պատգամի վերնագիրը Տերը հայտնությամբ հատվե աղոթքի մեջ։ Հետաքրքիր թեմա է ու շատերս պիտի տեսնենք, որ ճանապարհի մեջն ենք, Ղովտի ընտրած ճանապարհի մեջն ենք, թե Աբրահամի։ Ինչն է այսօր պատգամը քարոզի։ Եվ Ղովտը իր վրանը Սոդոմին մոտ բացեց։ Այսօր հարյուրավոր, հազարավոր, կարամ ասեմ միլիոնավոր հավատացյալներ Ղովտի ճակատագրին են արժանացած։ Բայց հələ քննեք Ղովտին ինչ մնաց իր շատ աշխատածից, Աբրահամին ինչ մնաց ասորնությունից եւ քիչ աշխատածից։ Եվ հիշում եք նա իրականից Սոդոմի թագավորին ասավ, իսկ եղած չեղածը քեզի լինի, չլա թե մտածես քո մտքի մեջ, թե Աբրահամին դու ես հարստացրել։ Աբրահամին հարստացրել է Եհովան, Հովսեփին հարստացրել է Եհովան, ամեն, ոչ մի բան չունեին։ Հակոբին հարստացրել է Եհովան, ոչ մի բան չունեին, ունեին սրբությունն ու Տիրոջ նախանձախնդրությունը եւ Աստծո վախը, որտեւ երկիր իր լիությունով պատկանում է Աստծուն, ամեն։ Իրան նվիրյալ զավակին կշնորի, կփռի նրա ոտքերի տակ, կդնի Փարավոնի կառքերը Հովսեփների ոտքերի տակ, Աբրահամի կառքերը կդնա իրան նվիրյալ սրբերի ոտքերի տակ, որոնք Աստծուն սիրում են ամեն բանից առավել եւ պատրաստ են իրենց պարանոցները դնելու, ամեն։ Իսկ ով ասորտությունները ստանալով ուրանում է Տիրոջը, որ մի թագավորը ուրացավ, գնաց իր լեշերի հետևից Եսավի նման, ինչ եղավ, Ղովտի ճակատագրին արժանացավ։ Ղովտին ինչ մնաց այդքան կուտակածից, պոռնիկ աղջիկներ, կինը կործանվավ եւ մի մրոտ քարանձավ, եւ այնց ամբարո սերունդ, որ մինչեւ նրանց 10-րդ սերունդը չէր թույլատրվում ժողովքի խորան մտնեին, ովքեր Մովաբացին ու Ամոնացին, Ղովտի սերունդն են, ամեն։ Բայց ով էր Ղովտը? Աբրահամի ամենամտերիմը եղբոր որդին։ Կարամ ասեմ Աբրահամի համար որդի էր համարվում։ Նախքան Իսահակի ծնվելը, որտեղ նա էր նրա խրատողը, հոգտարողը եւ ուրեթում էր Ղովտը իր ընտանիքով իրեն հետ էր։ Ուրեմն այսօրվա քարոզի բնաբանը գրեք, ու ձեզի քննեք, դուք Ղովտի կարգավիճակում եք, շատ մոտ եք բացել, չի ասում է Սոդոմի մեջ բացեց, շատերը Սոդոմի մեջ նստած եք արդեն։ Ղովտը Սոդոմին մոտ բացեց, չմտավ Սոդոմ, վերջում Սոդոմն եկավ պարուրեց Ղովտին։ Արդեն նա իր տունը Սոդոմի հրապարակն էր։ Դու պատկերացրեք Սոդոմը ինչ թափով է վազում քեզի։ Գիշեր ցերեկ է վազում, որ քեզ շրջափակի, իրա կրքոտ ցանկություններով լեցնի, իրա նման դարձնի, ապացուցի տես Աստված քո Ղովտը արդեն իմ նման է, իմ նման ուտում, իմ նման հագնում, իմ նման պոռնկանում, իմ նման շնանում, իր աղջիկներ անվարկ, անբարոյական են, կնիկն էլ կռապաշտ, փողի եւ ինչքի գերի։ Միթե դա Ղովտը չէր տեսնում, բայց նայեք Աբրահամին, քիչ վաստակեց, բայց նայեք ինչ էր կարևորը, Ղովտը արծաթը շահը ընտրեց, նույնը ընտրեցին, հիշում եք Սիվքեմի բնակիչները, որ ասեցին Հակոբի ունեցվածքին կտիրանանք, եղածից էլ զրկվան, ամեն։ Նույնը Ղովտոս աչքերը բարձրացրեց ու տեսավ պարար դաշտերը, շատ կաշխատենք, շատ կառնենք, ամեն։ Ինչ եղավ, ոչինչ չմնաց։ Իսկ Աբրահամն ասավ դու աջ գնաց, ես ձախ կգնամ, իմ Տերը կարա չորը կանաչ դարձնի, լեռները բուրաստան դարձնի,
որտեղ Տիրոջ ներկայության մեջ լեռները դրախտավայր կդառնա։ Իսկ հիշում եք նույն բանն ասավ Մովսեսը։ Ասավ Տեր, եթե դու մեր հետ պետք է գաս Քանան, ուրեմն տոր անապատից։ Եթե ոչ ավելի լավ է քեզի հետ մնանք այս չոր ու ցամաք անապատում, քան թե առանց քեզի Քանանի երկրում, որտեղ առանց քեզի Քանանի երկիրը անապատից վերան կդառնա։ Բայց քեզի հետ անապատը ջրերի վտակների դարձավ, քեզի հետ անապատը բուրաստան կդառնա, կծաղկի եւ կբարգավաճի, ամեն։ Ուրեմն գրեք քարոզի բնաբանը հաստատող համարները, ու լքնեք դու Ղովտի ճակատագրին եք արժանալու, թե Աբրահամի։ Հենց այսօր դու գիտես Սոդոմի մեջ ես, էլի եմ ասում, անցած քարոզի մեջ էլ ասեցի, որ դու կաղաս Սոդոմից հեռու ես, բայց տան մեջ լկտիության մեջ լինես սայդերում, ինտերնետներում, հեռուստացույցի դեմը պղծված Սոդոմի խորքերում խորացած լինես։ Արտաքինից նայում ենք, չկա Կարենը, ճգնում է, բայց ինչ Կարենը լողում է, ամենաայլասերված պղծությունների մեջ է Սոդոմից զատված, բայց Սոդոմի կեղտաջրերն է իր մեջ ընդունում, ինտերնետով, ամեն, իր ուզածն է 10 անգամ տեսնում, ոչ թե քարոզն է լսում, պարապում, ձայնագրում ու տարածում, չէ, ես հիմա զատված եմ, բոլորդ գիտեք ինչ եմ անում ստե, բայց կարամ ստե փակեմ լրբություն ու անառակություն անեմ, ամեն, այլանդակություններ տեսնեմ, ճիշտ է, բայց կարամ նույն այս սատանայի գործիք հեռախոսով ձայնագրեմ ու YouTube-ները ողողեմ սրբության քարոզներով, չէ, այսի Աբրահամի կարգավիճակն է բարձունքի վրա նստած, բայց կարամ այս մեկուսարանում Ղովտից ավելի այլանդակվեմ եւ իմ այդ այլանդակությունները տարածեմ իմ ընտանիքում եւ ձեր մեջ, ճիշտ է։ Հիմա քննեք սիրելի հովիվներ, դու Ղովտի նման եք թե Աբրահամի, Ղովտի նման Սոդոմն եք սիրում, աշխարհի լկտիություններն ու պղծությունները, չար ժողովներն ու այլասերված անեկդոտները լսալը, որ հրռում ծիծաղում է դևը, դուք էլ իր հետ եք ծիծաղում։ Դու պետք է ամաչեք լկտի բաներ լսելուց, ձեր բերանից այլանդակ բառեր, աշխարհիկ բառեր պետք է դուրս չգա։ Ապեազիս, կյանքս, կյանքի կտոր, արևս, սորվել եք Սոդոմից, ամեն։ Դու Սոդոմի հրապարակում եք, եթե դուք գիշերուց երեք Սուրբ Օքի գրքերը կարդայիք, Սուրբ Օքով լսվեիք, մեր յուրաքանչյուրի բերանից Սաղմոս 2 դուրս կգար։ Մեր երկրի վարչապետը կա օրվա ամսվա մեջն է կարդում, բայց չի ամաչում, որ կագնի հրապարակներում Սաղմոս ասի։ Դու կասես Սաղմոս։ Դու 5 հատ աշխարհիկ մարդու դեմ կկոյնես Սաղմոս ասես։ Կոսեն ցնդերա Կարենը։ Բայց երկրի վարչապետը ինչի չի ամաչում, որտեղ այդ նեղությունը ինքը տեսել է, որ այդ Աստվածն է իրան մահեն կյանքի բերե։ Ամեն։ Դու պետք է ապրես, դու Աստծու հետ պետք է քայլես, երկրի ղեկավարները Աստծուց են խոսում, դու ուրանում ես Աստծու մասին խոսես, որտեղ դու Սոդոմի հրապարակում նստած ես, մենակ Սոդոմի մեջն է ամոթ խոսես Աստծու մասին, ու հեռացեն ժողովից, որը Աստծուց չի ընդունում, նա եկել է քեզ Աստծուց գցելու, հոգևորապես հարստահարելու, հիշեք, որ Երուսաղեմից Մարտնիչավ Երիքով, ընկավ ավազակների ձեռքը, այդի Սոդոմն է, ինչ արեցին, հարստահարեցին, վիավորեցին, կիսամերթողեցին ու գնացին։ Հիմա քո վիճակը իրականից Ղովտի վիճակն է Սոդոմից հարստահարված, Սոդոմի կենտրոնում նստած, ինչու քո աղջիկները պետք է անբարո պոռնկություն սովորեն մանկուց, որ ասում աստե տղեր չկան, որ մեզ մոտ գան, ուրեմն իրանք Սոդոմում տեսել էին, Սոդոմից սովորել էին, ամեն, նույնը քո աղջիկերն են սովորում, ինչու շատիր չես, ինչ աղջիկը տանում սենյակում, որ սայդերում է լողում, սիլիբիլի է ալնում, հետո էլ որ հետո աշխարհիկի առում նեղվում ես, տեղումդ լինեիր, Ղով ջան, Աբրահամի նման հսկեիր, ամեն, և տեսնում էիր, որ աղջիկդ սիրահարվել է Դինայի նման Սիվքեմի ժողովրդի վրա, զատվեիր, ամեն, փախնեիր Աբրահամի սարը, ու քո շրջապատը սուրբ մարդկանցով ողողեիր, ոչ թե Սոդոմացիներուն, որ Սոդոմացիների կրքերն էր լողեին ձեր տունը, ամեն, ուրեմն Ղովտը իր վրանը
Սոդոմին մոտ բացեց։ Գրեք, եւ Ղովտը իր վրանը Սոդոմին մոտ բացեց, քարոզի բնաբանը։ Դա գրված է Ծննդոց 13-ի 5-ից 13-ում։ Գործ Կարագելոց 2:40-ը։ Պետրոս առաքյալը նոր ծնված ժողովրդին ինչ ասում։ Մնացեք Սոդոմում, թե խոտորվածներից հեռու փախեք։ Հռոմեացիների 12:1-2 շատ են խոսել սամարները, բայց ինչքան խոսենք այսօր սրա մասին գիշեր ցերեկ պետք է խոսվի, որտեղ օր-օրի աշխարհը մտնում է եկեղեցիները, եւ եկեղեցիները դառնում են աշխարհիկ, ասում աշխարհն այնքան եկեղեցական կրոնավոր է դարձել, եւ եկեղեցին էլ այնքան աշխարհիկ, որ սահմանագիծը խառնված է, խախտված է, Սմիթն ասում, պիղծն ու սուրբը չի տարբերվում։ Պիղծի խոսելավոճը, սուրբի խոսելավոճը չի տարբերվում։ Եթե մարդը չասա ես հավատացյալ եմ, ժամերով կողքը կողներ չես հավատա, որտեղ նրա բերանը սկոճած է, մի հատ Հիսուսից ու ավետարանից չի խոսում։ Բայց Սոդոմից վարպետ է, ըննեն շշա, որ շվարես, Սոդոմացուց ուժեղ կարա, լեզվախեղտանիք է, այ քեզի բան, հանճար է Սոդոմական գիտության մեջ, բայց հոգևորի մեջ անճար, անճար, ամեն։ Ուրեմն Հակոբոս 4:1-10, Հռոմեացիների 12:1-2-ը գրեցինք, Հովանու 2:15-17 եւ 2 Կորինթացիս 6:14-18։ Հասկանում եք ժողովուրդ, ինչ կարևոր բան է էսի։ Հեսորա հավատացյալների 98%-ը լողում են Սոդոմի մեջ։ Մտնում ես եկեղեցիները, որ պիտի երկինքի սրբություն տենա, սոդոմական լկտի հակ ու կապ, մերկությունները բաց, կրքոտեղերը բաց, պճնված, Բաբելոնի պոռնիկի նման զուսկված, զարդարված, սիլիկոնած պրոշներով։ Ու դու ըտե Հիսուս ես մանգալում, այ կույր։ Դու Ղովտի նման գնացել ես Սոդոմ, Աստված ես փնտրում։ Փախի Աբրահամի սարը, որ Աստված հրեշտակներով քեզի այցի գա, ամեն։ Քրիստոս ասում է, եթե ես ձեր մեջ անօրինեություն տեսնեմ, ձեր մոտ չեմ գա։ Եթե ձեր մեջ մեկ ակար կա, Տերը ձեր աղոթքը չի լսում։ Ատոր համար ես բոլորիդ հանդիմանում եմ, որ նախ ես փրկվեմ, նախ Հիսուսի մուտքը չարգելվի ստե գալ, ամեն, որ ստե ինչ աղոթք անենք Աստված լսի ու պատասխանի։ Իսկ այն եկեղեցիները, որտեղ կան ակարներ, ամբարո հագու կապ, լկտի խոսելավոճ, կուրքերով զարդարված Բաբելոնի անառագներ, այդ եկեղեցու վրան Աստված վաղուց գրել է իքաբոտ, եւ այդ եկեղեցու յուրաքանչյուրի ընտանիքին սպասվում է ում ճակատագիրը հերի, քարուքանդ լինի, բնաջինջ լինի, վաղաժամ մեռնի, երբ Աստված հեռացել է, սատանան գիտի երբ կանի։ Արխային դու սատանայի տիրապետության տակ ես, մեկ օր գլուխդ կուտի, ավտովթար կտաս կմեռնես։ Քաղցկեղն ու ռագներն ու շաքերները կգան, կկրծեն, կթողեն կաշին ոսկորներդ, զավակներդ վաղաժամ կմեռնեն, որովայնիդ պտուղը կանիծվի, Այդ երեխեն կծնվի փոխանակորդություն դառնա տանդ եկամուտը կուտի։ Եղավ, այսիդ կործանման ծրագրերն են Աստված չի արի, Աստված տրտմ է հեռացել, Աստված չար բան չի անում։ Եվ սատանան ձեր ընտանիքը տանում է կործանման։ Ամեն։ Արթնցեք ինչու Տերը 1/3-ով էր կործանում երկիրը, որ մարդիկ տեսնեին նշանները զղջային ապաշխարեին։ Դրա համար էլ Աստված թեթևակի կգնում անասունների երեխեքիդ գործիդ հոգսերա բերում, որ դու ասես Տեր Աստված Գեդեոնի նման, եթե դու մեր հետ ես, ինչու ես դժվարությունները մեր հետ գայլում։ Եթե դու մեր հետ ես, ինչու են փղշտացիները տանում մեր եկամուտը ուտում եւ մեր զավակները սոված են մնում։ Եթե դու մեզ հետ ես, ինչու ենք աշխատում եւ մեր աշխատածը հեթանոս պիղծերն են ուտում, բժիշկներն ու փորձանք բերող դևերը։ Որ քննես, եթե չես կնում, զարկում է երեխիդ, վերջում էլ զարկում է քեզի, ամեն։ Եսային ինչ է ասում առաջի գլխում։ Ձեր էլ որտեղին զարկեմ, պիտի խփեմ մեռնեք, այտենց էլ դժոխք կգնաք։ Ձեր ձեռքերը տարածելիս ես աչքերս փակում եմ ձեզանից, եթե ձեր սրտում անօրինեություն կա, ես ձեր աղոթքը չեմ լսում, Ղովտ։ Վազի դեպի Աբրահամի սարը,
Թող Սոդոմը եւ նրա հաճույքները, նրա հագուկ կապը, ինչու Սոդոմացին չի ուզում քո նման առաքինի հագնի։ Իսկ դու ուզում ես Սոդոմի նման կրքոտ տեղերդ բացես գրավես Սոդոմացիներին։ Բա թող նա քո նման լինի, ուրեմն նա հաղթելա քեզ, նա պարուրելա քեզ, գերելա քեզ, ինչու Սոդոմը չի ուզում հոգևորի նման խոսի։ Որտեվ նա հոգևորով չի զբաղվում, բայց դու Աբրամի սերունդ լինելով խովտ գնացել ես Սոդոմի երգերն ես լսում, Սոդոմի հաճույքները քեզ գրավել ու գերել են։ Ցկցկում ես այդ երգերի տակ, որ դու պիտի գարշեիր ակաժներդ, փակեիր ու փախնեիր Սոդոմից, ամեն։ Սոդոմը քեզ դուր է գալիս, բա ինչու Աբրամին դուր չեկավ։ Աբրամը Սոդոմի տեղը չգիտեր, Աբրամը Ղովտից շուտ գիտեր Սոդոմի տեղը։ Աբրամի մեջ չկար Սոդոմի ոգին, աշխարհի ոգին է, որ ձեզ տանում է մոտիկացնում աշխարհի եկեղեցիներին ու աշխարհին։ Տիրոջ Սուրբ ոգին է, որ լսել է տալում բարի հովվի գառը, բարի հովվի ձայնը, բարի հովվի գառը լսելով բարի հովվի ձայնը թողնում եւ հեռանում է վարսկան հովվից։ Իմ գառը չի գնա վարսկանի հետևից, ասեց Հովանոտ ասում։ Վարսկանի գառն էլ չի մնա այս խիստ եկեղեցում։ Նա եկել է լկտիության համար, սոդոմական կրքերը հակուրդ տալու համար։ Բայց եթե ստեղ հանդիմանվում է, նա կթողի ու կգնա Սոդոմի պես պղծված ազատ եկեղեցիները, ամեն։ Դրա համար մեզ պետք չէ քանակ, թեև քանակը կարևոր է, բազում քանակ, անորակ քանակ։ Մեզի պետք է նախ որակ, ետքը քանակ, ամեն։ Ու ես դրան եմ իրականից գնալու, ում դուր չի գալիս, կարա թողա ու հեռանա։ Եթե որակից զզվում եք, եթե սրբությունից զզվում եք, եթե դեղնա ձեր մեջ բնակվում, ամեն։ Եթե պղծությունից եք զզվում, հանդիմանում եք անգամ սպասավորի մեղքը տենալով, չեք վախենում, դուք մեր այդ կարակ ճանապարհ գնաք, ամեն։ Ուրեմն հիմա ընթերցում եմ Ծննդոց 13-րդ գլուխ, մեկ քիչ երկար տևեց, բայց ոչինչ, խոսքը մեկ քիչ արագ մատուցան է։ Ծննդոց 13, 5-ից 13 համարում է գրված մեր քարոզի բնաբանը։ Եվ Ղովտն էլ Աբրահամի հետ գնացել էր, ուներ ոչխարներ եւ արջառներ եւ վրաններ։ Եվ այն երկիրը բավական չէր նրանց միասին բնակվելու համար։ Ուշադիր, որովհետեւ նրանց տասվածքը շատ էր, տեսեք Տերը օրհնել էր եւ չի կարողանում միասին բնակվել։ Տեսեք նաև էս բանելավ Հակոբի եւ Լաբանի պատմության մեջ։ Ունեցավ ամեն ինչ, վերջ տեսավ, որ Լաբանն արդեն խանգարում է իրեն Աստծու պաշտամունքին, Աստծուն մոտիկանալուն, ասավ գնում եմ ես իմ հոր տունը, ամեն։ Նույնը Աստված կանչեց Աբրամին ու Ղովտին, նույն միտքն է, որ ուշադիր նայեք, չեմ ուզում ծանրաբեռնեմ։ Այս համարներով էլ որ դուք կարաք հասկանաք, հերիք է։ Բայց էլի Հակոբ Եսավ, Լաբան Հակոբ, որ նայում եք նույն համեմատականն է։ Դու թե իմի Լաբան ես շահամոլ, կամ Եսավ ես որ կրամոլ, թե Հակոբ ու Իսահակ։ Ամեն։ Համեմատականներ շատ կա, որ խոսեմ ամբողջ առավոտ կարանք խոսենք, բայց պետք չէ շատ ծանրաբեռնել, ամեն, այսքան համարներն էլ ձեզի երիք է, որովհետև նրանց տասվածքը շատ էր և չէին կարողանում միասին բնակվել և կռիվ եղավ, ում մեջ է կռիվը լինում, եթե 100,000 հոգևորներ լինեն, կռիվ չի լինի, բայց որ կան մարմնավոր ու հոգևոր մարդիկ, մարմնավորից է կռիվը ծագում, ամեն, և մարմնավորն աշխարհը սիրում, բայց հոգևոր մարդը կասա ուրեմն ստեսություն քեզ, ես քո անեծքը իմ վրա չեմ բերի, քո անեծքը իմ հոտերի վրա չեմ բերի, անհավատների հետ օտարախառն լուծի տակ չեմ մտնի ու չեմ անիծվի։ Տեսեք Աբրամն ասավ զատվում ենք իրարուց, ամեն, բայց մնանք ծանոթներ։ Եվ կռիվ եղավ Աբրամի անասունների հովիվների և Ղովտի անասունների հովիվների մեջ։ Եվ այն ժամանակ քանանացիները և փերեզացիները բնակվում էին այն երկրի մեջ։ Եվ Աբրամն ասաց Ղովտին, ստել անունը չէր փոխի, Աբրամ էր։ Եվ Աբրամն ասաց Ղովտին, թող իմ ու քո մեջ և իմ հովիվների ու քո հովիվների մեջ կռիվ չլինի, ըստ որում մենք եղբայրներ ենք,
Եղբայր էր, իրոք մարմնավոր եղբայր, բայց հոգևորապես կարամ ասեմ էլ եղբայրներ չէին։ Բոլոր երկիրը առաջիտ է, եթե եղբայր են, կոպրեն իրար հետ, չէ, եթե տարաձայնություն ունեն, արդեն հոգով բաժան են, իրանք պիտի բաժանվեն վերջ, նրանք չեն կարա միատեղ պատերազմ անի, միատեղ ասում պաշտ։ Բոլոր երկիրը առաջիտ չէ, բաժանվիր ինձանից, խաղաղությամբ գնա, ես ուր գնաս, ես հակառակը կգնամ, ամեն, որտև ես գիտեմ իմ Աստվածը անապատը Բուրաստան կդարձնի։ Եթե դու ձախ կողմ գնաս, ես աջ կողմ կգնամ։ Եթե դու աջ կողմ գնաս, ես ձախ կողմ կգնամ։ Որոշ է անտրա, որտև հոգևոր մարդու մարդ սովորականը, ուր լինի անապատը Բուրաստան կդառնա, ամեն հավատք ունինա, հավատքով է քայլում, ոչ թե երևույթին նայելով։ Եվ Հովտ իր աչքերը բարձրացրեց եւ տեսավ Հորդանանի բոլոր շրջակայքը, որ բոլորը ջրած էր, չէ, եկամտաբեր, շահույթ կաստ է, առատ, ստասված, կանասուններ ու բազում ոչխարներ եւ դախոտ, չէ, նայեց արծաթին, Եսավը ինչին նայեց մարմնավորին, ամեն, Հուդան ինչին նայեց արծաթին, Լաբանը ինչին նայեց արծաթին ու եկամուտին, նման են կերպարով բոլորը։ Հովտ իր աչքերը բարձրացրեց եւ տեսավ Հորդանանի բոլոր շրջակայքը, որ բոլորը ջրած էր, Եհովան Սոդոմը եւ Գոմորը կործանելուց առաջ մինչև Սեգովը Եհովայի դրախտի պես Եգիպտոսի երկրի պես էր արել, օրհնված, առատ արոտ էր, էլ եկամուտից էր գալիս, չէ, անասունները կծնեն, առատ կոճեն, կսնվեն եւ շատ հարստություն կունենան։ Սա ընտրեց Հովտը, եւ Հովտը Հորդանանի բոլոր շրջակայքը ընտրեց իր համար, եւ Հովտը դեպի արևել չվեց, եւ միմյանցից բաժանվեցան։ Աբրամ Քանանի երկրում բնակվեց, Հովտն էլ դաշտի քաղաքներում բնակվեց, իջավ Սոդոմին մոտ, եւ իր վրանը Սոդոմին մոտ բացավ։ Չի ասում գնաց, դե ես հոգևոր եմ, Սոդոմից հեռու եմ, ընդամենը մի 10 մետր։ Դե 10 մետր միջանց կա, չի մոտիկանա Սոդոմն ինձ։ Հեռախոսը կողքիդ դու հեռու ես, հələ մա ծլնչյորը մտար, սալդո թալիր բանը, կեղտաջուրը, հեռու ես դու։ Եթե հեռու ես քրթով անջատի հեռախոսը, ամեն, ու կարդա այնքան մինչև օքիդ բավարարվի։ Միանից գիրք ես կարդում, միանից ցայնն ես հետևում, միանից բանկի չեքերն ես նայում, քո նշինվի, բրծավ քո դռները բաց են դևերի դեմ։ Դու չես կարդում, անգամ եթե ամեն ինչ անջատած է, միտքդ չի անջատվում երեկվա կռվից, որոն խաղություն անգե, քո կարդացածը դևը ուրախանում է, չկարդացածի պես է, գլուխդ չի մտնում, չի էլ է տենց, կարդում ես, բայց մտքով Սոդոմ ես, բոյ բեսպրավիլ է մտքիդ մեջ, տալում ես, ինչա թե քեզի մի հատ անարգել, ամեն, անարգի ինչ անենք։ Բայց դե կռիվ է քո մոտ, եւ դևը դրանով չի թողում, որ դու օգուտ ստանաս։ Աբրամը Քանանի երկրում բնակվեց, Հովտն էլ դաշտի քաղաքներում բնակվեց, եւ իր վրանը Սոդոմի մոտ բացավ, եւ Սոդոմի մարդիկ շատ չար մեղավոր էին Եհովայի առաջին։ Դու պետք է զզվեիր դրաս մոտիկանալուց։ Ուրեմն մի զարմացին այն ավատացյալի վրեն, որ հագնում է վոլգար, մտնում է Սոդոմ, ժամերով հարատևում, ամեն ինչից խոսում բացի Հիսուսից։ Նա հոգով Սոդոմացի է։ Նա պետք է ամաչեր Սոդոմի նման հագնելուց, եթե հավատքի կայծը կար իր մեջ։ Եվ պետք է վախենար այդքան ժամանակ տալուց Սոդոմացիներին, որ փչացնում է Տիրոջը տրվելիք ժամանակը։ Ու ոչ մի օգուտ չի քաղում, հլա Սոդոմացիները հարստահարում ու սպանում են իրեն հոգևորապես, ամեն։ Եթե դու հաճույք ես ստանում Սոդոմի մեջ բնակվելուց, ուրեմն դու հոգով Սոդոմացի ես։ Կարող է մի օր մտնես տեսնելով գարշես, հարցանիք ելրավ իրեն կողը փախնես ըտից, ասես հարմար չէ, չեմ գալիս, ամեն։ Եթե ես պետք է գամ իմ Տիրոջ անունը չկարամ տետամ, ուրեմն չեմ գալու, ամեն։ Եթե այդ վայրը զզվելի է իմ Տիրոջը մար, զզվելի է նաև իմ համար, ստեսություն ձեզի։ Ես Աբրահամի նման կմնամ սարերում,
որտեվ Աստված է իմ Տերն ու Տիրակալը։ Նա անձի օրհնողը, պահողն ու պաշտպանողը, ես ձեզնից շահ չունեմ, իմ շահը ձեր հոգևորն էր, եթե դուք հոգևորը չեք ուզում, ձեր ժեխերը ինձ պետք չի։ Եթե դինան մորետ չգնար չշփվեր Սիվքեմի ժողովրդի հետ, չէր սիրահարվի ու պղծվի, վերջում էլ այդքան ավերածություններ չէին անի, ամեն։ Ուշադիր պիտի լինես քո երեխին, ուր է եթում, ում հետ է շփվում, չէ որ դու տարեց ես, դու շատ բան գիտես Սոդոմի մասին, քո միամիտ դուստերը, միամիտ տղան ընկավ կկործանվի թե, ամեն։ Բայց դու մեղավոր ես ու չես անում։ Հիմա տեսնում եք քննեգը սիրելի ժողովուրդ, ձեր ընտանիքը Սոդոմին մոտ է, ձեր շփումը Սոդոմացիների հետ է շատ թե հոգևորների, ձեր շփումը Սոդոման նման հավատացյալների հետ է ավելի հաճելի ձեզի, թե սուրբ նվիրյալ սուրբերի, որ տեսնում ու հանդիմանում են քո հագու կապը, քո պճնվելը, Բաբելոնի անառակի նման զուսկվելն ու զարդարվելը, դուրդ չի գալիս, դե գնա Սոդոմ, Ղովտ, դու Ղովտ ես, քեզ կմնա կռապաշտկին, պորնիկ աղջիկներ և վերջում մի մրոտ քարանձավ, ես եղած ունեսվածքից է, թիշիկ, քեզ հեղի տան ճակատագինն է սպասում, պատրաստ, որ աղջիկներդ կլնեն պորնիկ անբարոյականներ, կինդ վաղաժամ կմերի, դու էլ քաղցկեղից և տարատեսակ տանջամահարող հիվանդություններից կզարկվես, կմեռնես, որտև քո մեջ կա սոդոմական կրքեր բերող ոգի։ Եթե քո մեջ Սոդոմի ոգին չլինի, քեզ Սոդոմին չի մոտիկացնի և նմանեցնի, ամեն։ Սմա մի նայի հագու կապիս, մի նայի խոսելուս, բերանդ ու հագու կապը սիրտդ են ցույց տալիս, ամեն, որ դու հոգով լրիվ Սոդոմացի ես։ Դու հավատքի հետ կապ չունես, դու Եսավ ես, ծնվել ես նույն Իսահակից, բայց դու լրիվ կրքոտ լկտի ցանկությունների տեստվե ժամանակն, ամեն, իսկ Հակոբը տվել էր հովությանը, տնային գործերին, որ հենց եկեղեցու խորհուրդն ունի և Ռեբեկան էլ ասավ, նա պիտի լինի իմ հետագա ժառանգորդ, ամեն, ես Եսավից ինչ տանտ էր, փողոցային խուժանա, փողոցի մարդա եսի, որսորդություն սիրող, լկտի կրքեր սիրող։ Հիմա տեսեք, Գործառաքելոց 2:40 նույն բանն ասում, բայց խորհուրդով։ Ինչ ասես, բոլորը հավատացյալներ էին, հավքված էին, հավատում էին, Պետրոսը քարոզեց ու դարձի եկան։ Մի մասը հրեաներ էին, մի մաս ստեփանոսներ, բոլորին ասաց ես խոտորված հրեաներից, խոտորված մարդկանցից, ինչ արեք, հեռու ինքսիգնիտ ազատեք, Ղովտը չազատեց իրեն, գնաց թավալվավ Սոդոմի մեջ, իր ընտանիքը ինչ տեսավ Սոդոմից էջ սովորեց, սիրելի քույրս ու եղբայրս, քո շփումը ում հետ է, քո ընտանիքը ում հետ է շատ շփվում, քո զավակը ում զավակների հետ է խաղում, նրանից էլ էդ կսովորի, Սոդոմացիների, թե հոգևորների, Աբրահամի սերնդի։ Մի օր ասկի լսել եք, որ Ղովտը գնաց ընտանիքով Աբրահամին այցելելու, բայց եմ Ղովտը մորցերել Աբրահամը թե ուրա, իրա հայրն էր է, հոր մահից հետո Աբրահամն է իրեն հայր եղե, բայց լսել եք, թե իշքան էր Սոդոմը սիրում Ղովտը, հրապարակում էր, ճանաչում էին, եղբայր էին կոչում, ամեն, բայց երբեք չէին իմանում, որ ինքը մի հատ լավ հոպար ունի սարերում, հարուստ, հավատքով զորացած։ Փոխանակ նա արդեն պատմեր Աբրահամի մասին ու Աբրահամին բերեր, որ քարոզտ էր այդ այլասերվածներին։ Նա մորցավ, ասավ, հանգար չիմանան, որ այդ ծերունի այդ մոլերանդը իմ հորողբերն, այմարդ գործ չունեք, չէ, ես մարդ չեմ ճանաչում, չէ, որ ուզեր կծանոթացներ, ուզեր մի քանի Սոդոմացիների կքարոզեր կտաներ Աբրահամի մոտ, արավ թե չարավ, չարավ, դրա համար էլ Սոդոմը իրա գլուխը կերավ, Սոդոմի ոգիները կործանեցին կնոջը, աղջիկներին վերջում էլ իրեն, ճիշտ եմ ասում թե չէ, դու Սոդոմի հետ պտի շփվես, որ Սոդոմին ծանոթացնես Հայր Աստծու հետ,
Դու սոդոմացիների հետ եթե ժամանակավոր շփվում ես հարսանի քամերնի տունա ծնունդա ձևական մի երկու ժամով, դու դեպի քարոզես ես ինչ օրը հանդիպի, ես քեզի տանեմ ճշմարիտ սրբերի մոտ, ճշմարիտ եկեղեցի, ամեն։ Այդ մարմնավոր առիթները հավաքույթ է, փողով հավաքույթ ես առե, որ վկայես ու խոսես, բոլորը կասեն մեռնի տունը, հարստիքի տունը, իմ խելքը միտքը մեկը, որ հարստը ու մտնեմ։ Ու հավաքվում են մեղուների նման փափագորները, բայց տենում եմ խոժորած դեմքեր էլ կողից ատում են, բայց ես չեմ նայում դրանց, որտեղ ես խաչված եմ, նայում եմ փափագող, ով որ հարցը տալիս նրան են պատասխանում։ Այս սա պետք է լինի Սոդոմի հետ քո շփումը։ Իսկ այս խոտորված, պղծված Սոդոմի կրքերով գերի եկեղեցիները, որոնց վրա աշխարհը իրականի ստիրում է, որոնց վրա Աստված գրել է իր քաբոտ, փախեք այդ պղծված եկեղեցիներից։ Եթե մտնում եք եկեղեցի, տեսնում եք ամբարո հագուկապ, տեսնում եք շպարված կիներ, դորը դոշը ցածր վիրև բացած կիներ, փախեք, Սոդոմից բետար են դրանք։ Դրանք Սոդոմից ավելի պղծված այլանդակներ են։ Հովից սկսած մինչև վերջի անդամը շնության պոռրկության ոգիներով լեցուն են։ Եթե դե նորմալ մի հատ Երեմիա լինի, կլինի կհանդիմանա Հովի կնոջ ամբարո հագուկապին։ Կլինի Հովի այդ վեճ կանի, կասես ինչ ես թույլ տալիս։ Սա երկինքն է ցույց տալիս, թե Սոդոմը չկա դե մեռած դիակներ են։ Եթե մեկ կենթանի Երեմիա մնատը իսկ պիտի փախնի, ոնց կփախնի, կհանդիմանի, կանեն դուրս կխաչեն, ինչպես մեզ, հենց հանդիմանեցիր դուրս են վռնդելու քեզ, հաջորդ օրը կսարքեն հապստամբու կխրկեն եկեղեցուց, էտա, որտև չի կարա ողջը մեռելների հետ մնա, ամեն, չի կարա խավարը լույսին սիրի, իսկ եթե մի եկեղեցում դու ատելություն ես զգում, դու չես կարա տես ազատ ասում պաշտի, ամեն, դրա համար Պետրոս ասավ այս խոտորված ազգեն ինքսիքնից զատեցեք, գործ կարաքելոց 2:40, և ուրիշ շատ խոսքերով վկայություն կուտար և կհորդորեր զանոնք, ու կսեր այս խոտորված ազգեն ինքսիքնից զատեցեք, ես ղովտերեմ փախեք, գնացեք Աբրահամի մոտ, ամեն, նա էլ է համարվում աստվածապաշտ, նա էլ է հոգևոր ընտանիքի մարդ էլ է ժամանակին, բայց գործերով բան չի մնացել, ոչինչ չկա, ոչ խոսք, ոչ արտաքին կերպարանք, ոչ ներքին սրբություն, ոչ էլ սուրբ քարոզչություն, Սոդոմ, փող աշխատեմ, գառներ ունենամ, բիզնես անեմ, էդ է նրա խելքը, նստի Հովի կողքին, հոգևոր հովիվը միայն Հիսուսից կխոսի մեծամասամբ, նստում ես հովիվների կողքին բիզնես, մեքենա, մատոր, BMW, Ferrari, դու ձեր տունը շիմեսի առա, Դուբայում տունն առա, ես արեցին դե յախտա ունեմ, էսի հովիվը, սա Սոդոմացիա հոգով և սրտով, սրան մոտիկացողը Սոդոմ կգնա, Աբրամին մոտիկացողը երկինք կգնա, ամեն, Կանդիմանվի, հագուկապնաթերի, կասա չես ամաչում ես, ինչ ես ակե անունով էլ հավատացյալ ես դու, ես ինչ ես խոսում անունով էլ հավատացյալ ես, սրա միջի դևերը կասեն չեսի մոլերանդի, փախի Ղովտի մոտ, որ ոչ հանդիմանում են, ոչ բան են ասում, ինչ ուզում ես արա, յախտար, տունար, քեզի բաց, պչնվի, 3 մետրանոց ժնջիլ ցեպ կցավ իզդ, բան չկա, վերջ, Քրիստոսի գառը չի մնա վարսկանի մոտ, ինչու, որովհետև նրա ձայնը ճանաչում է, որ գրքին հակառակ է, չի մնա վարսկանի մոտ, վարսկանի գառն էլ, որ եկերա կրքերը ագուրդ տալու, եկերա այլասերվելու, եկերա հովեջ շնանալու, եկերա լկտիության համար, ստից կհանդիմանվի ու կփախնի, որտև խավարանա, վերջում կասա խիստ էր անոր խոսքերը, մենք գնացինք ստից, բարով գնաս, եթե մենակ դու գնաս, 10 քեզնից լավերը կգանս, թե ամեն, Ռոմիացիների 12 գլուխ, 1-2 ինչ ասում, մի կերպարանվեք,
Էսի առաջինը ընդունեք արտաքին կերպարանք։ Առաքինի ակուկապ հավատքից հետո աստիճանները Պետրոսի գրած, ինչ ասում, հավատքիդ վրա առաքինություն թողինի։ Արտաքին առաքինությունից ենք խոսում, ներսինը չէ։ Առաքինի ակուկապ, պարկեշ, թուլուրի քանդերստերով, չպճնված, չփիդրած ունքերով, բնական, թշիկները բանի գույնի, ծիածանի գույնից են ռիադ են ներկում իմարել։ Բնական դու ոնց ստեղծվել ես, այդպես ես ասուն հաճելի էլ է։ Մոզերն էլ չեմ ասում, հաշկերը շաշուբեշ ա դառնում, տարատեսակ պապուգայի գույներով են ներկում։ Թողեք բնական դուք էդեք։ Հիմա դե աղաչ չեմ ձեզի եղբայրներս։ Աստոյ ողորմությունով է, որ ձեր մարմինները ընծայեք կենթանի զո մարմնի աշխարհիկ ցանկություններ, ինչ ձեր մեջ կա, արագի մեջ այս ժամանակն օգտագործեք խաչը անեք։ Աստոյն հաճելի, որ ձեր բանավոր պաշտոնն է եւ մի կերպար անվեք այս աշխարհի կերպարանքով։ Սա առաջինել է արտաքին հակուկապ, պճնվել, ոսկյա զարդեր կրել, դրանքա, դոշերը բացել, վզնոցը գցել դոսերի մեջտեղ ու գրավել։ Ով չգիտի խաչի սիրուց որտեն են համբուրում։ Հնչես բաց է։ Ոչ խաչն է օրինավոր, ոչ էլ դոշերդ բացելը։ Ով չգիտի քո այդ գրգռիչ տեղերը ինչի համար ես բացում։ Կրքերի մեջ եռում ես դու, բլբլթում ես, ախ ես անում մի հիմար տղամարդ թգնի դրա մեջ։ Ու այսօր շատ կան այդպես տխմարներ, որը կնոջից են զատված, ամուսնալուծված են, շատ են։ Քո բաց մարմինը տենալով, քո քիփլիկ շորերը տենալով արդեն քո հետ շնանում են եւ դու հաղորդ ես լինում։ Իսկ քրիստոնյա քույրը պիտի հագնի թուլուլիկ շորեր, նույնև եղբայրը։ Փակ, ով կշտացած կինը, ով շուշկալություն ունի, երբեք չի բացի իրեն։ Երբեք այնս վուլգար չի ակտի, որ պորտ ներևա, հետև ներևա, տակի շորերի գծերն ու կարերն երևա։ Էդի ինչ, էդի շոր չի, հակուստով տկլոր ես դու։ Կրքոտ տղամարդը քո վրա հաստատ կինոյա նկարելու։ Երազում էլ իրեն հույր ես գնալու։ Էսա արտաքին կերպարանքը։ Ներսի կերպարանքն արդեն Սուրբ Օքին տարիների ընթացքում պատրաստում է, շարում է, քարին է դնում, մինչև քեզ հոգով եւ արտաքինով առաքինիա դարձնում։ Եվ սրբությանը լերը ելնող են աստիճաններով հասցնում, մինչև հասցնում է սիրո աստիճանին։ Հավատքի վրա առաքինություն, առաքինին նստել, փրվել ես, իշկա չկա բաց։ Սումա իմ տունն է, ես եմ ըստի դիրեկտորը, ինչ ուզեմ կոն, այ քեզ դի բան, բայց տունդ մարդ ա գալում, տունդ տղա կա, տունդ թոր կա չափահաս, որ արդեն 10 տարեկանից էան, անխել քուրերի եղբայրն, արդեն ձեր թորմերն էլ են հասկնում էդի ինչա, էնել ես պղծված երկրի մեջ, առաքինի նստեք, առաքինի պարկեք, առաքինի ակեք, հատկապես տներում, դեմդ եթե հակառակ սերի տղամարդ կամ կինա նստած, ավելի առաքինի, ավելի զուսպ, ավելի պարկեշ, ես իմ նստելը սահմանափակ եմ, այո, դա էլ քո տունը չէ, եթե հույր ունես, էդի բոլորի տունն է, սթափել եք, մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, էսի սոդոմական բաներ են, դու խով տնես, քո ընտանիքին, որ անուշադիր ես կնոջդ ու աղջիկներիդ, կկործանես նրանց, դու հեղին ես, որ քո տղերքի մասին դու մենակ լսում ես, չես հետևում ու տեսնում, ինչու պիտի լսես հեղի, դու պիտի գնաս ու ստուգես քո քահանաներն են նրանք, ամեն, այդպես չէ, մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, ապա ձեր մտքի նորոգությունով նորոգվիք, որպեսզի քննեք, թե իշտ է Աստծո կամքը, որ բարի, հաճելի ու կատարյալ է։ Սիրելի քուրեր, ձեր հագուստից անգամ կինը նայում ամաչում է, բայց տղամարդն ինչ կլինի։ Որ մի կինը չգիտի, որ բաց է հագնում, ուրիշի մարա հագ է։ Իսկ փակ հագնողը մենակ մեկի մարա, ինքը պատկանում է մեկին, տերովա, չի վաճառվում։ Մարմնավաճառ բառը,
գալիս է բացելուց, որ գնում ես շուկա, գումի շուկայից որ առաջ գնում էի, խնձորներս ես բուրգաբես պլպլցրած շարածին, խնձորները, ապերսինները, բայց կար խնձոր փակ էր, հարցնում եմ ասում ես ինչ, ասում եմ էդի տերով է, չի վաճառվում, որ մեկ այսօրա պլպլացումն էլ աստված տվե չի խնա, են ձևի զարգացե, պլպլցնում են ու բացում են, հանում են վաճառքի, պլպլցրեք, բայց փակեք, թող մեկին պատկանի, ամեն Ուրեմն մարմնավաճառ բառը ստից է եկե, բացում են, պլպլացնում են, որ գրավիչ լինեն, դրա համար պլպլացնում են, որ վաճառեն, ամեն մարմնավաճառ բառը եկել է դրանից, դրա համար ինչ անում եք ձեր ամուսինների համար արեք, փակ պահեք, որ մեկին պատկանի, և ձեր մերկությունը պետք է բաց լինի, միայն ձեր սենյակում ինչքան դուք ուզեք, սենյակից դուրս արդեն հյուրասենյակ ես, միջանցքում էլ պետք է անմայկա չլնես գուլյատ լնես տունը, ամեն սխալ է դա, ես այս շոքին մի հատ խալատ էլ քաշում եմ վրից, քրտինքը պզում մորուկիցս ու վզիցս, ինչ անեմ, հասկնում ես, ինչ կապ ունի դու միջանցքում ես, դե ետ բաց ես դում ես գուլյատ էլ, հա, ասում են տղեկին կարելի է կնանիքին չէ, ինչ որ պատվիրան, եկուցը կնիկ տալնում գուլյատ լնի բանը, միջանցքը խոսքի, զալը վերջում էլնի օվելոնա հայաթը, բացա դա չի կարելի, որտեղ կա բացի քո կողակցից ուրիշ անձ, դա արդեն չի կարելի է, մերկ կամ կիսամերկ կտեմ անգալը, այո կարող է թերի հասունություն ունեք դու չեք հասկնում, ասում եմ իմ քարոզի չէ, Տենամ, դորը դոշը բաց շլվար, նաքը լրի մերկ ջուր անում, հարևանի հարստել կողնա, ես էլ նորեկի, էականը չանը չեմ տալում լսան եղվի, հասի այդտղա խոդու խուժան չես, ասում ինչ եմ օրեք, ասում են չես տգլոս է, դորը դոշըտ բաց է հարևանի տարսի տենը, ասում են չեսի մեղտա շոքա, վայ շոքա շալվարտել ան, բա որ շոքա իմի հարևանիտ հարստել ա շոքում են էլ հանում, Քո մարմինն ընդուն է գրավիչ, ընդու մարմինը քեզի այ անմիտ, որտեղ հովիվ չկար գլխին, որ անդիմաներ։ Հասկանում եք, եթե ասում եմ տան մեջտել, պետք է առաքինի լինես ամեն տեղ, որ քո աղջիկը, քո երեխեն ինչ տեսավ էտա սովորելու։ Ուրեմն առաքինի եղեք, որ Աբրամի ընտանիքին նմանվեք, ոչ թե Սոդոմում լողացող Ղովտի ընտանիքին, որ վերջում ձեր տները քարուքան դինի, չէ որ քո մարմին արդեն մանկուց գրգռում է երեխիդ, տղայիդ, կամ հակառակը, հոր մարմինը տենալով արդեն չափահասության ասած աղջիկն է սկսում ընկնել մեղքերի մեջ։ Ուսես գնաց էդի փոխանակ ինքը ուսումով ու բանով տրամադրվի զբաղվի, արդեն լկտիությունով է զբաղվում։ Եվ եթե վաղաժամ այդ կրքերը եռում են երեխեքի մեջ, դառնում են անբարոյական լկտիներ։ Արդեն մեկի աղջկան տենալով ինքը վատ մտքերով է վերաբերվում, ոչ թե որպես իրեն քուր եւ եղբայր, ամեն։ Տեսեք Կորինթացիների երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ 14-ից 17-ը, ինչ է ասում, անհավատների հետ օտարախառն լծակից մի եղեք, ինչքան շատ չփվես, քո երեխեքդ նրանից շատ բան կսորվի, եթե քո մորաքրոջ աղջիկը անբարոյական պոռնիկ է, դու քո աղջիկներին կարգել ես չէ նրա տունը գնալուց, ինչի, որտեղ գնաց ասա ով է ընկերուհիդ, ասեմ ով ես դու, նա սովորելի է ձինասուն կապես ձիանկուշտ կամ կծան կլնի կամ թափկան, չէ, հարվածող, ինչ տենում են այդ մանուկ սերունդը, հասուն չեն, ու այդ մարմնի հաճոն էլ այդ կրքոտը դուրեկան է իրեն, ամեն, դրա համար եթե տվյալ ընտանիք ազատամիտ է, մի գնահատե, քո կինն էլ վատ բաներ կսովորի տից, հələ կինդ հասուն է, կարող է շփվի մաքուր մնալ, հանդիմանի, բայց քո աղջիկները վարակվելու են, քո տղեն վարակվելու է ու դու հանցավոր ես լինելու Հովսափաթի պես, որ տարավ իր տղին ամուսնացրեց Աքաբի պոռնիկ աղջկա հետ եւ կործանեց իր սերունդը։ Ուրեմն անհավատների հետ, այդ պիղծերի, լկտիների, որոնց հետ շփվելուց հոգիդ պետք է գարշի, դա Սոդոմն է, դու էլ Ղովտ ես, մի մոտ կցի, Աբրամի նման փախի, իսկ եթե մոտիկացար Ղովտի ճակատագրին ես արժանանալու, դու լավ էլ զգում ես, որ դու կինը անբարո պոռնիկ է,
Այնց է հագնում, որ դու ես ընկնում մեղքի մեջ, էլ ուր մնաց քու երիտասարդ տղեն ու աղջիկը չի ընկնի դրա երեխեքի հոսքի տակ։ Հեռու մնա համ դու քո կյանքն ապահովա։ Այն գալում քեզ էլին են ցա գրկում բաց կրսքերով։ Կինա խելքը գետա կալքից խանդը մտա մեջ գնաց, վարի գնաց։ Գնաց 3 ամիս էլ բոյատուն այդ մի հատ գրկա խառնվելու պատճառով։ Հա Կոմի շպարտադիրա դուրիշի կնգամ պտի գրկես։ Վզի տագնել պոչես։ Ասեն մի հատ բարև տու հերիքա էլի։ Լավ հասկացա կուլտուրային կուլեթալով թուշդ կպցրա թշին։ Գերկում ես կրունները կդրվում է գետնից։ Որսկի իրա սեփական տղամարդը տես գրկա խառնվել չունի։ Այսա անհավատների հետ օտարախառն լծակից միլակ սիրելի քուրեր ձեր այրերին տեր կայնեք կիները կտանեն ձեր այրերին ամեն լկտի կրքերի մեջ գերի են այսօր աշխարհիկները երկար ժամանակ մի թողեք մենակ զանգեք հսկեք հա ցույց տվեք որ կարոդնում եք իրոք կարոդնում եք ասենք նոր ամուսնացածները չեն կարոդ հետո խներն են կարոդնում ուզում եմ ասեմ ոչ թե ցույց տվեք վայ դուք կառավարում եք ձեր այրերին ոչ մի մնացեք հեռու մնացիք ուրիշը ձեր տեղը կգրավեք Ռուսաստան գնացողները որ երկար ժամանակ եթում են սառում են իրարուց 100% իմացեք ընդ քեզանից լավին աճորե օրթեն բայց որտե որ քո այրը ընդ դու լինեիր այդպես չէր լինի կսկիր կտեսնեիր տեղա գնում առանց քո այրը առանց քեզի թոչեթա Թույնես մարդկանց հետ շփվի, որ յուրաքանչյուրը իրենց կողակիցներին տեղ են տալում։ Կողակիցներով հավաքույցից այդքան վտանգ չկա ամեն, երբ սկսում են կողակիցներին ասել դու տունը ավել խորթարամ ենք հանդիպում ունենք, դե ուրիշների հետ են հանդիպում։ 100% մեծամասնությունը լրբերի հետ։ Իսկ եթե զույգերով լինեն, որը ռիսկանա մի հատ լկտի աղջիկ բերի իրաս մեջ։ Դու եք մեղավոր, համիստերով իրար թողում եք առանձին, շապատներով, մեկ երկոր պատալոք ուր գնաց է դուր գնացել ես ետ արի։ Խորդ տուննա, հոպարիտ տուննա, Ռուսաստանա կամ իրար հետ, ես որ սաղ կյանքումը տենց եմ օրևատ ընտանիք ունե։ Իմ երեխեք տելանը տես սովր է, բայց իմի որ ես տենում եմ, որ անտեր ու դուս թափարում եմ, բաժնվան ամեքը գնաց իր համար սիրեկան ճորեց։ Եղավ Մերդ կնեղանա, հերդ կնեղանա, աղբերդ կնեղանա, ընձինչ, կարևորը ձեր ընտանիքի հիմքը չքանդվի, ոնց դնում եք, ատենց էլ ամուր մնում է, թուլցրիք, կոմար մեկ էլ ավայրը տունը կլնի կամ կինը տունը կլնի, կոմար եթե քո մեջ կարոտ չի առաջանում, կքանդվի այդ ընտանիքը, բնականաբար հերդ, մերդ, կիսուրդ, վերջը խոսելու են, դու ձեր սեփական ընտանիքի մերը չեր խոսում, Իդ ինչ եք անում, ուր եք եթում, ասում եք թե ինչ այհեր, ուր եթում ենք պիտի դագլատ տանք իրան, հա լավ արգենք մեծ, ասենք ես իշ տեղր ենք եթում, բայց շատ ծնողներ կան քանդում են ընտանիքները, դու ձգտի քո այդի հետ էլ ով իշ կուզա թո մտացի, չափդ մինցի մեծերին էլ հարգի, սիրի, պատվի, բայց քո այրը քո հետ, դու քո այրի հետ, եղավ, Մենակ ստուց կվշտանա սատանան ու դիվահար մարդիկ։ Իսկ ծնողը պիտի ուրախանա, որ իր զույգերն իրար սիրում են։ Ծնողը պիտի ուրախանա, որ իր աղջիկը իր փեսայի երջանիկ է։ Թո իմ տունը չկան, թո երջանիկ լինեն, ամեն։ Նույնը կիսուրը, իսկական բարի կեսարը կուրախանա, որ իր տղեն իր զույգի երջանիկ է։ Ինչ վատ է, որ կռիվ դավի ընկավ նրանց մեջ մեր օգուտն ինչ է։ Եվ էսիա, որ դու տեսնեք, այդ ընտանիքում լկտիություն կա, երկուսը էլ արդուն կլնեք, ասեք էսի մեր տեղը չի, մենք մի անգամ գնացինք մի հատ հանդիպման իմ ընկերների հետ, մեկը տանցից մեկը շատ լկտի էր պահում, վերջ ասինք մենք ելս տանցեց չենք էդ հանդիպման, խայտարակ, հասկանում ես, որտև երկուստ էլ ուշադիր եք, երկուստ էլ տենում եք, որ ատուց եթե իր մարդին է այդ օրը կծում, որ ես ելնեմ իր ձեռնիշ կանի Վերջ էդի կայլող փորձանքա, հերու, ինչ եմ ասում, երկուսով կամ էլ երեխեքներ, որ հասուն են արդեն, ենքան պտի աշխատանք տանես, որ երեխեքդ էլ զգուշ լինեն,
Դե Ղովտը չեր արե էդի, Ղովտի կինը չեր արե, որն դու խելքը միտքը ճիգները, զարդարանքներ, նորենի աղջիկ կդաստիրակեր։ Չեր դաստիրակեր, դրա համար ինքը մեռավ աղջիկներն էլ հոր հետ պոռնկացան շնացան։ Հոսում աստեղ տղա չկա, որ մեր մոտ գա։ Ուրեմն դրանք պարապած են, ուրեմն դրանք Սոդոմից սովրած էին, չէ՞։ Բայց Աբրահամի տան վրայով մեկը տես բան ասում, հա։ Աբրահամի տան մասին տես բան խոսում են, քավ լիցի, անգամ տես բան խոսալը մեղ կայել է, որտեղ չի լսվե էդի։ Ուրեմն անավատների հետ օտարախառն լծակից մի եղեք, մի շփվեք, գործերի մեջ մի մտեք, բիզնես գործարքներ մի արեք, նզով կա գալու, եթե նրանք Սոդոմացի են, հեռու նրանցից, ձեր վրանները հեռու խփեք, բայց դու փող կա, բիզնես առաջարկում, ինձ այնքան աշխարհի կա բիզնես առաջարկի, ասել եմ արծաթդ առու կորի մտքիս մեջ, չեմ ուզում, չորով չեմ կտրե, հարմար չէ, հոգիս չի ուզում, իրոք հոգիս չի ուզե, որտեղ ասում եմ նզով կա գալու քո վրա։ Հիմա տեսեք, ինչ մասնակցություն ունի արդարությունը անօրինեության հետ, ինչ հաղորդակցություն ունի Լուիսը Խավարի հետ, եւ ինչ միաբանություն ունի Քրիստոս սատանայի Բելիարի հետ, ոնց կար այդ ամուսնությունը կամ բիզնեսը օրհնվի։ Կամ ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ, եւ ինչ հարմարություն ունի Աստծո այդ աչարը կուրքերի հետ։ Եթե դու չես կարում երկար շփվելով նրան դարձի բերես, փախի անոնցն է։ Գնա անոնց հետ, որոնք հոգիով ու ճշմարտությունով են ասում պաշտ։ Տեսեք ինչ ասում, որտեղ Աստված մի պայման ունի։ Եթե ուզում եք Աստված մեր մեջ բնակվի, դու սուրբ պետք է լինեք ասում նման։ Եվ ինչ հարմարություն ունի Աստծո այդ աչարը կուրքերի հետ, վասնզի դու կենթանի Աստծո այդ աչարն եք, ինչպես Աստվածը սավ թե անոնց մեջ պիտի բնակվեմ, անոնց մեջ պիտի քալեմ, անոնց Աստվածը պիտի ըլլամ ու անոնք ինձի ժողովուրդ պիտի լան։ Ասոր համար, որ Աստված գա քո մեջ բնակվի, ասոր համար ելեք անոնց մեջ են ու զատվեցեք, պղծված կրոնավորներից եւ պղծված Սոդոմից, Ղովտ ջան, եթե ոչ կործանվելու ես, նզով կգալու է տանը տեղի վրա։ Կսե Տերը, բիղձ բանի մի դիպչիկ, ու ես ձեզի պիտի ընդունիմ, ու ես ձեզի հայր պիտի լամ, ու դուք ինձի տղաքներ ու աղջիկներ պիտի ըլլակ, կսե ամենակալ Տերը, ամեն, դու սուրբ պիտի լինես, որ սուրբ Աստված գա քո մեջ բնակվի, ընտանիքդ սուրբ, երեխեքդ սուրբ, լսում ես լկտի բարերա սովորե պորտեսից հանդիմանի, ասա չի կարելի է այդ ել չտեսնեմ, ծեցի, մի հատ գավազան տուր հետևին, ամեն, թո իմանա այդ չի կարելի է, հաջորդ անգամ կեսը կարտասանի, երրորդ անգամ չի արտասանի։ Հա ես իմ երեխեքին պարտես չեմ ուղարկի այդ բանի համար, որ չվարակվեն, բայց հիմա որ ուշադիր նայում եմ, հիմա դպրոցից կվարակվեն։ Դու պետք է երեխին ասունցնես, որ նա հասկնա դրա պատճառով դժոխք կգնա։ Ամեն։ Ու ինքը քիչ-քիչ 1-2-3 էլ չի կարել ինքը հասկնա, մեծացավ կասակ կոպալակուտի գլխին հայր Աստված կծեցի կասա, հիշում եք մամասերերը տենց ասում, որ էսի մեղ կա։ Ու ասես դու իր մեջ կդնես 5, որ ոչ թե ես երկրից կմեկուսանա, ապա երկրի վրա ասավ չարից պահի ժողովրդին, ամեն։ Ու ամեն օրյա քո աղոթները, ինչպես հոբներ անում իր երեխեքի համար, կպահեն քո զավակներին, վերջում էլ որ խելոք չմնան, ծեծը կուտեն կապ աշխարհը։ Հիմա տեսեք նույն առաջի Հովանու 2-ի 15, 17 եւ Հակոբոս 4-ի 1-ից 10։ Առաջի Հովանու 2-ի 15, 17 ինչ ասում։ Մի սիրեք աշխարհը, եւ ինչ էլ որ աշխարհի մարդիկ անում ու սիրում են։ Եթե մեկը աշխարհը կսիրե, անոր ներսիդին հոր սերը չկա, որտեղ ինչ որ անում են էդի աչքերի ցանկություն է։ Չէ՞, ընթերցեմ։ Մի սիրեք աշխարհը, ոչ ալ ինչ որ աշխարհի մեջ է։ Սոդոմացիները ինչ անում են դու ատա, որը չի արե Հիսուս Քրիստոսը։ Եթե մեկ աշխարհը կսիրե անոր ներսիդին հոր սիրո հոգին չկա, չի կարա հոր սիրո հոգի ունեցող նեթանաստի Ղովտի նման ամբարիշտների պղծությունները լսի ու տեսնի։ Չի կարա հոր սիրո հոգին ունեցողը գնա այնց ընկերոջտուն, որ պորնիկի պես համայրա շոր չկավրեն։
Կան մարդիկ, որ թեկուս իրանք բարի են երևում հարգանքով, բայց ես զզվում եմ ամառը տոստունն է տալուց։ Զզվում եմ այ մարդ։ Իրանց հագուկապից շոր չկա վրները։ Կեսուր, կեսրար, հար, սաղջիկ, թոր։ Տակ ջուր են տվել։ Հայ քեզի բան, ես հարգում եմ հեթանոս մարդ եմ, բայց չեմ եթում այ մարդ, չեմ ասում դրա համար չեմ գալիս, գործեր ունեմ, ես վատ եմ զգում, ես զարմանում եմ այդ կեսրարի ու հարսի վրեն, զարմանում եմ այդ աղջկա ու խոսքի հոր վրեն, նա նրան դուրեկան, սեփական կլուբա, ամեն, բկլուբ են չեն եթում ասենք, ժողովուրդ իրականից ստավվեք ծնողը չասակ չկն, աղջի խոդու խոժան չես կամ հարսին ասի, գնա մի այդ շորակի, ամոտ ունեցի աննամուս։ Այս դուց առաջանում հետը տենում են հարսը պարկեց կեսրարի հետ, աղջիկը հոր հետ, ղովտի տուն, բա ինչու Աբրամի տան մեջ նտես չելան, ամեն մեկ իր անելիքը գիտեր, ամեն մեկը չափված ձևված, հասկանում եք ժողովուրդ սատանան միանգամից շնություն չի ծրագրավորում, դրա համար եմ ասում նորմալ եկեղեցում չի կարա շնություն լինի, եթե հովիվները ուշադիր են, հագուկապին, քուրերի եղբայրների շփմանն ու շարժին, ես են չես մենակ ես քրոջ էդ բանանում հոգևորություն, սիրո հոգևորությունն այդ, մենակ քասը դու նա խաչառություն ես անում, հարգա բոլորին, շփվի բոլորի հետ միաչափ ու դիստանցիայով, չափից ավել շփում է մի եղբայրը, մի քրոջ հետ, տանում շնության և պոռնկության, հատկապես չամուսնացած կամ ամուսնացած բաժանվածները, որ վայրենի են, մարդկաս կործանելու մեջ, եղավ, էդի ով, էդու մեջ ինգե գիդի ինչ եմ ասում, էլ չեմ բացում, փաղագծերը, ուրեմն քանզի ամեն բան, որ աշխարի մեջ է, մարմնի ցանկություն է, սոդոմից է, աչքերի ցանկություն և ասկյանքի ամբարտավանությունը հորը մեջ է ապա այս աշխարեն է, աշխարս էլ կասնի անոր ցանկություններն ալ, բայց ան որ աստծո կամքը կկատարե հավիտյան կմնա, ղովտի ունեսվածքը չանցավ, իրա ցանկությունները չանցավ, կնիկը չբնաջնջվավ, ով տուժվավ, բայց Աբրամի սերունդը աճեց ու բարգավաճեց, ղովտի սերունդն ինչ էլ է, նզովյալ սերունդ, որ նրանց արգելվավ անգամ ասոտ աճար մտնել, և վերջինը, Հակոբոս 4:1-10, ուրկեն կռիվները սիրելիներ ասում ձեր մեջ, ուրկեն է չար ցանկությունները, ձեր աշխարհը սիրելուսն է, Սոդոմին մոտ ապրելուսն է, ամեն, ուրկեն կռիվները, ուրկեն պատերազմները և ուրկեն կռիվները ձեր մեջ, չէ որ ձեր ցանկություններ են, սոդոմական ցանկությունն ամտե մեջ դեք երես մարդիդ խեղդում ես մինի պտի ակնեմ, աղջի վարդից սորվար էդ մինին, հարևանի հարսակեր էր նենց վոլգար էր դուրս գալիս էր, չշպվեիր, չեք սովորի, բա որ դու փոխանակ շպվեիր սրբույների հետ, սես երկար շորեր տեսնեիր, մինի կուզեիր ակնեիր, մինի անունտիր սևըտ կտին, աղջիկ ասին, խոդու խուժան չես, վիրը մարես կե բացում, օմուսին ունես, կլխիտ գնա իրա դեմը բաց կեզ, հասկանում ես սուրպեն էդ կխրատեին կեզ, իսկ աշխարի աղջի խոտու գեշ չես, մատ պլպլացի, ել, հակի կեզ ծուցադրա աշխարին, էսի սոդոմնա, Ատենց հաղում հետ շփվում ես, նրա նման ես դարնում, ասա ով անկերույիտ, ասեմ ով ես դու, հզգում ես անկերույիտ ամբարոյականը, հերու մնա անունըտ կհանես արդեն, իզվար անունըտ հանիր, մի օր էլ կբրնեն հետը, կտանեն կպղծեն, վերջ, հելար հայտնի տրասիկայնով արդեն, զոր առաջի անգամնա, փախի դրանից, եթե դու նամոս ունես, կամ սիրելի եղբայրներ, տեսնում ես քո կինը կամ քո աղջիկը շփվում են լկտի աղջիկների ու կիների հետ, որոնք հայտնի են, թե հագուկապով, թե վարքագծով, ինչու եք թողում վերջում էլ կոկոներտ եք տպում, տեղումդ լինեիր, եթե Ադամը տեղում լիներ, Եվան այդ մեղքին չէր գնա,
որ մի կնոջը թողիր անտեր, ասում եմ, կամ որ մի այդին թողիր մենակ, կամ մի օր ասկացը, տոսկի օրվա մեջը մի թող մենակ, հələ զանգատ է ուրա, վիր հետա, պատական հել գնա գործի տեղը խոսքի, այս սուրպրիզ արա, այդ սև սուրպրիզ կկակալխին, կասը վայ մի բանի ուզումանի հարանվավ կալխիս, դու ես թողում իրան, ամսով թող է, շապտով թող է, անտրեսկի ոչ էլ զանգում, ոչ էլ կալում, մի բաժանվեք իրարուց, իմ կյանքը ձեզի օրինակ, կարող է այրին դուր չգա, ոչ էլ կնոջը դուր գա, բայց շատ անգամ այրին դուր չգալիս, կիները այսենց են այդ բանում, ամեն, բայց ոչինչ, բայց զատո գիտի, որ մի հատ գալլատություն արավ քտներից գալու է, եղավ էսի կարող է շատերը ծխալ ասկնակ, բայց հայրական խրատ եմ տալում, զանգեր գացեք ով անգե ովտոյ տակ կնի, կտան խել մաչտենաս տեղ ասավ, չասավ, հալի մատ տեսա զանգով, հեսոր ըմեն ինչ կասա զանգատեր եմ դոր ես դու, գնացել եմ նկար անելու, բայց էկ է հերևան լրպություն անելու, գնացել եմ ստուգման, վատավիճակս, վայ բալաջան, այրը թողեկացել Ռուսաստան, ամիստերով ընդե լայլայ անում, Եդի կիններ խելոք, կեղը նամուսով նստացա իրա մորու հոր կողքին, դա բա էլի դու տել լրպերի էդ լայլայ որա կնիկտել թոստ է մնա, կնիրն էլ խայտարակում ա, գնում եմ իվանդանոց, կիսու շատ է գիդում իվան, պշի նստում ավտոն, ժալուզը բասվում ա, մտնում են ներս, խալլատություն անում են, պշի պապավ սև շուշեկով մեքենա, պերին խրգին տում, գնացի ստուգման, բարդավիճակս հաջորդ ամիստ էլ կտի գնամ, Եթե բավոր թողեցիր անտեր քո զույգին, սատանան էլ կտանի, բաժանումա, որ ինչ անի, տիրի, որ մի զույգերը իրար չեն կարոտում, արդեն ամեք իրաշ ճար, նորապսակ զույգերին ա վերաբերում, էլ դու խին պսակ վազերն ինչ չեմ ասում, ինչ մենք իրար չեն կարոտում, ես իմ կնոջ, սիրող զույգերը եթե չունեն ուրիշ սիրեկաններ չեն կարա իրար չկարոտեն, չեն կարա օրերով հեռու մնան, հայդի խոյեսի մորնում օրը չեմ ասե, պարզ եմ ասում, վերջ, չեմ ուզում, ես տենց իմք եմ դրե, ու դա ամենամուր իմքն է, հետի պտի թե կինը, թե տղամորդ նամաձայնվի դրան, ոչ մերը տա ընտանիքիս թանք, ոչ հերդ, ոչ էլ երեխիդ, վերջում սաղ գնում են մնում ես դու քո զույգի հետ, ոնց իրար սիրելով իմքը դրել եք, տենց էլ մինչև խորին ծերություն գնում։ Ուրեմն հասկանում եք, որտեղից է այդ կռիվները ծագում, այ դրանից, իրարից բաժնվում եք, իրար կարոտում եք, սկսում եք կռվել իրար հետ, իսկ եթե իրար հետ եք, այսօր կկռվեք իրիկունը, գաշտվեք կքնեք, ընցավ գնաց, մի օրն ընցավ, երկրորդ օրն ընցավ, էլի չի զանգում, ես չեմ զանգում, գնաց, սառնությունը մտնում ու զույգերը սկսում են իրար ատել և բաժանվել։ Օրվա եղած հոգս ասում եմ զույգեր հետ օրը վերացրեք ու քնեք, իրար հետ սեր ու խաղաղ զարթնեք և հաջորդ օրը սկսեք ուրախությամբ։ Իսկ եթե մենակ են մնում զույգերը, վատ բաների են ռաստվում, ամեն։ Ես տարբեր ընտանիքների վիճակները քննել եմ, որ մեկինը կամ որ մի այրը համաձայնվել է, կամ գործա։ 3 օր աշխատում մի օր տունն է, թքած այդ գործի վրեն վերջ, խաչ քաշա։ Ասում եմ քուրջան, տղետ ինչ էր անում, որ կինը սկսեց անառակություն անել։ Երեքս մեն աշխատում էր, եկ դա հետ կլնեք։ Տեսեք որտեղից է գալիս։ Սոդոմական բան, փող շատ աշխատեմ, թքեմ այդ փողի վրա։ Ախ, բամարեք այդ փողը, ընտանիքի սրբությունն ու խաղաղությունը, ամեն բանից թանկ գնահատեք, ամեն, թող քիչը օրհնությամբ լինի։ Ոչ թե շատ անես քով, բաժանվեն, երեխեքը գնեն քիչը եթում անտեր, ամեն, հեսա սատանի ծրագիրը։ Ուրեմն կցանկակություն եք, կսպանեք ու կնախանձեք և չեք կրնա ձեր ուզածին ասնել։ Կպատերազմեք ու կկռվիք, բաց չունիք, վասնզի չեք խնդրեր։ Կխնդրեք ու չեք առները, վասնզի չարաչար կխնդրեք, որպեսզի ձեր ցանկությունները բանեցնեք։ Շնացողներ, չեք գիտեր, թե այս աշխարհի սերը Աստծոյ դեմ թշնամություն է։ Ուսի ով որ կուզե աշխարհին բարեկամը լալ ինքսին Աստծոյ թշնամի կնե վերջ։ Ասո թշնամին չի կարա օրհնություն ժառանգի։ Կամ թե կկարծեք, որ գիրքը պարապտեղը կսե թե նախանձի կփափակի մեր մեջ բնակվող օքին։ Սակայն ավելի շնորհք կուտա։
Անոր համար կսե Աստված ամբարտավաններուն ակառակ կկենա, բայց խոնարհներուն շնորհք կուտա։ Ուսին ազանվեցեք Աստծոյե, Աբրահամի նման փախեք սարերը, ձեր ընտանիքը վերցրեք ուր դու դե քո ընտանիքը։ Աբրահամն տես չարավ, բայց տեսեք Հակոբը դինանուր էր։ Քացել է լայլայր անում Սիվքեմում, որ իր հսկողության տիրույթում լիներ, չէր շնանա։ Ճիշտ է։ Եմովրի որդի Սիվքեմից կշնաներ։ Ուշադիր կլիներ, ամեն։ Վերջը դու զգում ես, չէ՞ տարեց կինես կամ տարեց հայրես, այս շփումը ուր է տանելիս, ինչ ես ինձ։ Սկսե երկար նայել քո աղջկան։ Վերջը դե չես երևալու պրծանք։ Ամեն։ Աստված ամբարտավաններուն ակառակ կկենա ու խոնարհներուն շնորհք կուտա։ Ուսին ազանվեցեք Աստծոյե, Սատանային ակառակ կեցեք ու անիկա ձեզ մե պիտի փախչի։ Հիշոր Սատանան փախցավ, փախչեց, շնություն էլ կփախչի։ Աստծոյե մոտեցեք ու անիկա ձեզի պիտի մոտենա։ Ոնց է Սատանային ակառակետում, հանդիմանելով, ետիս գնա Սատանայի մեղքես, ոնց անեմ։ Ուրեմն Սատանայից հեռացար, Աստծուն մոտիկացար, լույսը շատացավ եւ Սատանան փախավ քեզանից, քո ընտանիքից։ Սրբեցեք ձեռքներդ մեղավորներ, մաքրեցեք սրտներդ երկմիտներ, տառապան քաշեք, սուգ հրեք ու լացեք։ Ձեր ծիծաղը սուգի դառնա եւ ձեր ուրախությունը տրտմության, եթե դուք մեղքի մեջ եք։ Տխրեք մի հատ ապաշխարեք, Տիրոջ առջև խոնարհեցեք ու անիկա ձեզի պիտի բարձրացնի։ Ամեն։ Ժողովուրդ, էսի այնքան կարևոր թեմա էր, դրա համար այսքան երկար տևեց։ Զույգերը շատ ուշադիր պիտի լինեն իրար։ Ծնողները իրանց զավակներին են, ծնողը որ թողեց երեխին բարձի թողի վերջում մռմռալու է, մինչև 10 տարեկանում, եթե իր եսը չկոտրիր, ինքը կորրի պես իր արազներն արավ, ընդուց էյան օրորից 12-ից մինչև 16-26 տարին մի քիչ երեխեքը եսասեր են դառնում, գոնե իրանց դագոնը փշրված դագոն է, էլիկո, հետո զգում են ծնողի տված խրատ ու քիչ սկսում են խելքի գալ, իսկական լուրջ հոգևոր է երիտասարդը, սկսում է 26-ից 27-ից էյան նոր հասկանալ ծնողն ինչ էր ասում, Ետքը որ իրանք էլ ծնող են դառնում, նոր հասկանում են էդ ինչը, որ ոչ մի ծնող չի ուզի իր զավակի մոտը փուշ մտնի, ոչ մի ծնող չի ուզի, որ իր զույգը, իր երեխեք իրարուց բաժանվեն, իսկ մեր տված խրադներն էլ Սողոմոնի որդու նման դուրեկան չէ իրան, երիտասարդի խրադն է իրեն դուր գալիս, երբ նա արդեն մեծացավ, հավանական է Ռոբովամը, նոր զղջաց, բայց ինչ արդեն թագավորությունը կարուքանվելով, կաղնենք աղոթքի, խնդրենք Տիրոջը, որ Աբրամի տանուրանքները մեր տներում հաստատի, թող մեզի ասեն քշված են, թող մեր կիներին ասեն բոշայ են, մետեղ չկա բաց, այո, թող մեր կիները լինեն սրբուի բոշաներ, ոչ թե անառակ կեղտոտ փաշաներ, ամեն, որ մի տղամարդին տենան գեր են, իրանց բաց ու ճերմակ մարմիններով, եղավ, թող մեզի ծայրը եղական ասեն, շալավորներ ասեն, մեշոք հակազներ ասեն, ամեն, տեսնենք, մեշոք հակող Քրիստոսը պիտի մեշոք հակնողներին տանա երկինք, ամեն, աղոտ կանենք, փառք Տիրոջը, որ սատանան չի կարում որևիցե բանով ձեզի մեղքին աղոր դարձի շնությանը, սկսում է ինչ անել, բամբասել, հեչ էլ թե չի բամբասի, բայց զատո են մի քանի առաքինի ընտանիքներն ասվեն, այ ընտանիքն էսյա նամուսով, մեր մորքուրի տղեն, մեր անուշիկը տարանք իրանցյանը սենտրով, այ իսկական հայուի, երկար դերով, բարկես շորերով, իմենենց լասինաներ են կաշում վրները մարդնամաչում անայի, փառք ես սքանչելի այր, փառք ես գովելի Տեր, փառք ես երկինք ու երկիր արարող ամենակարողը զորիմ Տերս, շնորհակալ ենք քեզանից Տեր, որ Աբրամի օրհնությունները հանգչեցնում ես այս եկեղեցի վրա, շնորհակալ ենք, որ այդ սոդոմական պղտությունները մեզ զզվելի են, Տեր Աստված, Ատիկա քո շնորհքն է, Սուրբ Օգուտ գործն է, սրբությանդ գործն է սքանչելի Տեր, օրհն է Տեր, որ ավելի սրբանանք, ով սուրբ է, էլ ավելի սրբանա, էլ ավելի զատվի Տեր, Աբրամի նման Սոդոմից, փախչի Սոդոմից, հարգեղած դեպքում իշնի, ղովտերին օգնի, կրկին համոզի, որ նա Սոդոմը թողելով դեպի Սարը փախչի, ամենակարող Աստված,
Եթե մենք մոտիկացանք Սոդոմին, Սոդոմը ինքնըստինքյան մեզ կպարուրի ու կգերի եւ կկործանի մեր սուրբ ընտանիքները։ Բարե սրբության մեջ այս եկեղեցին քիչ լինենք, բայց որակով լինենք։ Խաղաղության ու սրբության ետևե վազենք, որտեղ առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի։ Փառք հավիտենության Հորը, Որդու Հիսուսի անունով, ամեն։